Սիրելի հեռուստադիտող, մենք սկսում ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում եւ ձեզ ասում բարի առավոտ։ Հուսով եմ, որ ձեր աշխատանքային շաբաթն անցել է գերհագեցած եւ քիչ լարված, իսկ որպեսզի շաբաթ առավոտը սկսվի լավ տրամադրությամբ եւ թեթև, առաջարկում եմ օրը սկսել մեզ հետ եւ մնալ էկրաններին, որովհետեւ այսօր շատ հետաքրքիր թեմաներով զրույցներ ենք ունենալու։ Ես շտապ եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրերին, մեր տաղավարում են Գաթաբենդ համահիմնադիր, Սասուն ազգային երգի բարի գեղարվեստական ղեկավար Բարեշնոր Անդրանիկ Սարգսակ-Մանուկյանը եւ Խուճուճ-մուճուճ երգի եւ տեսահոլովակի օպերատոր մոնտաժող Արմեն Սարգսյանը, բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Ինչպես եք սկսել ձեր առավոտը, ինչպես են ձեր գործերն առհասարակ։ Շատ լավ, կարելի ասել ու գործերը հետաքրքիր են, որտեղ ունենք շատ անելիքներ, շատ զբաղմունք, ստեղծագործական աշխարհում ուղղակի ժամանակի եւ հնարավորության խնդիր է։ Իսկ մնացած փառքաս։ Քանի որ մենք ունենք նորություն, վերջերս ներկայացրել եք ձեր նոր խուճուճ-մուճուճ երգը եւ այստեղ է նաեւ տեսահոլովակի օպերատոր մոնտաժողը, ես ուզում եմ հենց այդ թեմայից էլ սկսենք, պատմեք երգի ստեղծման պատմության մասին, ինչու խուճուճ-մուճուճ եւ ինչպես եք նկարահանել ամբողջ ընթացքը։ Անկեղծ ասած նկարահանման համար Արմենը ինքը այդ ամեն ինչի հետ բան կանի, կմեկնաբանի, իսկ երգի հետ կապված ես արդեն մեկնաբանեմ որպես իմ ստեղծագործություն, ես նախ ասեմ, որ շատ երգերի հեղինակ եմ, հետո կան շատ հետաքրքիր երգեր, որ ծնվում են, ես ստեղծագործում ու կարելի ասել ժողովրդի դատին ենք ներկայացնում։ Խուճուճ-մուճուճը կարելի ասել երևի 1 տարուց ավել կամ 2 տարից ես պտտում է, ոնց որ մեր խաղ երգերն են, պար երգերն են, այդպես մուսաներ են գալիս, ժամանակ առ ժամանակ ես սկսում եմ իմ մեջ էփել, երգել, պրպտել, չգիտեմ։ Ու ծնվեց այս երգը ու մի օր ես ասեմ որ Գարիկիս հետ, Արաքելյան Գարիկիս, եկա երգեցի ու ասի այս երգը պետք է գործիքային մաս արվի ու սիրուն կարողանանք ներկայացնենք։ Մտածեցինք ագին երկար բարակ Գարիկինիս հետ, հետո մի օր էլ զանգեցի մեր եղբորը, ընկերոջը, կարելի ասել, Քարտաշյան Նորայրին, իրեն էլ հրավիրեցինք, որ արդեն գործիքային մասը ամբողջությամբ ավարտված էր, հրավիրեցինք, որ ինքը, սենց ասած, գա երաժշտական փողային նվագարանների, կարելի ասել, վարպետ, վարպետների վարպետ, բանիմաց, լավ, առաջատար, ասի Նորա ջան, պետք է գաս, որ այստեղ քո միտքն ու տաղանդը ներկայացնես, Նորային էլ եկավ, իրեն համեմունքներով համեմեց, հետո դրան զուգահեռ որոշեցինք հարվածային գործիքի հետ կապված էր Տիգրանը Հովհաննիսյան, ինքն էլ շատ հետաքրքիր անձնավորություն, որ ժամանակին էլի մեր խմբերում մասնակցել է, իրեն մասնակցություն է բերել մինչ այսօր, Տիգրանից հետ էլ որոշեցինք այդ ամեն ինչը ավարտեցինք, հետո վերջում որոշեցինք, որ ինչ անենք, որ ավելի հետաքրքիր լինի, հրավիրեցինք Արմենից։ Իհարկե մինչև հրավիրել Արմենին ես ուղարկեցի արդեն պատրաստի երգը, Արմենս լսեց ու արդեն որոշեց Արմենն էլ իր մտածմունքով կամ տեսանկյունով, ոնց ասեմ, խորհուրդներով Եկեք լսենք նաև Արմենի կարծիքը եւ տեսնենք նախ ինչպես է աշխատել Անդրանիկ Սարգսակ-Մանուկյանի հետ, այդ ընթացքն ինչպես է անցել, պատմեք ձեր աշխատանքային process-ից։ Նկարահանումը կատարել ենք Անդրանիկ Սարգսակյանց տաղավարում, իրենց ստեղծագործական տաղավարում, որտեղ որ հիմնականում իրենք աշխատում, ստեղծագործում են։ Այսպես մտածեցինք ստեղծել մի բան, որ ավելի ընկերական, ավելի անմիջական ու ջերմիջավայր կարելի է ստեղծել ու հենց որոշվեց, որ ավելի հարմար կլինի երգին համահունչ, ընտրենք հենց իրենց տաղավարը, որտեղ իրենք որ ստեղծագործում են ու այդտեղ սկսեցինք մեր աշխատանքները, ընկերական, շատ հետաքրքիր, շատ անմիջական ու ստացանք մի հետաքրքիր տեսահոլովակ, ավելի անմիջական, երգին համահունչ, այսպես։ Ես առաջարկում եմ հենց այս պահին դիտենք տեսահոլովակը, մեր հեռուստադիտողներն էլ ովքեր որ չեն լսել եւ դիտել, հրաշալի հնարավորություն է հենց այս պահին դիտելու խուճուճ-մուճուճ երգի տեսահոլովակը։
գուզան ես քո գուզան ինչքան մանեք այս շուշան կյանքս առանց քեզի զուր է միտքս փոքիս անզորեն կյանքս առանց քեզի զուր է միտքս փոքիս անզորեն մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Եվ ես քեզ նվերը մեր միության կամարնի վեր Խառնենք իրար ժեպիտ ու սեր ապրենք կյանքն իմաստասեր Խառնենք իրար ժեպիտ ու սեր ապրենք կյանքն իմաստասեր Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Ոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Շատ է շուշանախիկ ժամ պատարակ մեծան ճրակ Ժամանակը անգին բան է նպատակը սիրո կրակ Ժամանակը անգին բան է նպատակը սիրո կրակ Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Մուջուջ խացում աշեն թելիգը մելիգը մազերը Բոյով ուսով մեջքը բարակ թրվերում է մարալը Դիտեցինք տեսահոլովակը, լսեցինք երգը շատ հետաքրքիր ազգային տարերով, ձեզ բնորոշ իսկապես երգեր ստացվել, եւս մեկ անգամ շնորհավորում եմ, կարծում եմ դուք այս տարիների ընթացքում հասցրել եք ձեր հավատարիմ դիտողներին, լսողներին ունենալ, այսպես ասած, եւ արձագանքների մասին կուզեի նաեւ լսել։ Ասեմ, արձագանքները կարելի ասել շատ են, որտեղ չգովաբանեմ, միշտ ասել եմ ինձ կամ մեզ, ես միշտ փառք եմ տալիս Աստծուն, որ Աստված նախ արարել է մեզ, որպես արարչագործություն, իսկ մենք մարդ արարածներս իրեն կերպարով կարողանում ենք որպես մշակ այս բնությունից, այս ամեն ինչից օգտվել ու այդ բարիքները կարողանանք վերցնենք բնությունից ու բնությանը բարիք տանք, իսկ մարդկությանը կյանք։ Հիմա այս քուճուճ-մուճուճը ինքը սեր է, կյանք է, որը Աստված կարելի ասել էլի իմ կերպարով եւ ամեն մարդու մասնագիտության առումով իրենց կերպարի մեջ տվել է այդ կյանքը, որ մեկս մյուսի լրացնենք եւ այդ կյանքը շարունակվի ոնց որ կա քրիստոնեության մեջ ասում է բան երրորդյան խորհուրդը Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի։ Հիմա ամեն մեկս այդ մեր մասնագիտությամբ ու մեր շնորհներով
բարիքից օգտվում ենք եւ իրական բարիքների մեջ ապրում ենք։ Իսկ արձագանքի հետ կապված փառք ասվելը ես կարող եմ ասեմ շատ երգերի ասենց ասած հեղինակ եմ, աշխարհը մերն է, լիլի, ասենք տոտիկը, որ տարբերակը ես եմ գրել, հիմա խուճուճ, վերցում տղեկ հրացան, չգիտեմ, անմեռ հոգիներ, տարբեր կան դեղ կատակ-խաղ երգեր, անկեղծ եմ ասում, էլի եմ ասում որպես հայ մարդ, գեն, որը շարունակություն եմ իմ նախնիների, չկա այդպիսի ընտանիք, չկա այդպիսի օջախ կամ տեղ, որտեղ հատկապես լինեն փոքր երեխաներ ու այս երգերի, երանգների, գույների, կանչի, չգիտեմ, ղանջների տակ չապրեն ու չապրեցնեն։ Չեմ լսել։ Եվ իսկապես ձեր երգերը ստիպում են որպեսզի տրամադրություն հաղորդել, ուրախանալ եւ ազգային այդ տարերը իհարկե հենց տեսնել ձեր երգերում։ Անկեղծ ասած մերն է, էլի։ Արմեն, քանի որ այո, Արմեն, քանի որ դուք առաջին անգամ եք աշխատում Անդրանիկ Մանուկյանի հետ, հետաքրքիր է այս փորձը ինչպիսին էր ձեզ համար։ Փորձը հետաքրքիր, խոստումնալից, մի քիչ ավելի շատ պարտավորեցնող, քանի որ Անդրանիկ Սարգսակը ազգային երգ սովորույթների թելադրողներից, դասավանդողներից մեկն է։ Ես էլ որպես հայազգզավակ, ես ունեմ սովորելու ագին բաներ, ազգայինը ընդօրինակելու, պահպանելու եւ տարածելու։ Այդ իսկ պատճառով իմ հետ կապված փորձում եմ ամեն ինչ ճիշտ կազմակերպել, որպեսզի ավելի ընկալելի լինի հանդիսատեսի կողմից եւ ճիշտ գնահատվի։ Կարևորը դա է։ Ամիսներ առաջ նաև մեկ այլ երգի տեսահոլովակ ներկայացրիք, կոչվում է Միությունն է ուժ։ Այո, Միությունն է Խոսենք ուժ։ նաև այո այդ երգի մասին։ Դա էլ ամիսներ առաջ, երևի 1-2 ամիս առաջ դա եթեր արձակվեց։ Դրա խորհուրդն ու իմաստն էլ իրականից էլի մեծ սերն է, կյանքն է, նվիրումն է։ Առաջին հերթին ասեմ, որպես նվիրյալ մարդ ինքդ քո ընտանիքին, քո երկրին, քո պետականությանը։ Իսկ դրա մեջ ավելի մեծ խորհուրդը նա է, որ Աստված միշտ ասել եմ, էլի ասեմ, որ արարչագործության մեջ ցանկացած ազգերի մեջ կա շնորհալի մարդիկ, որ այդ շնորհալի մարդկանց ի վերուստ տրված պարգևված է եւ ժողովուրդը կամ ազգը պետք է հավաքական լինեն այդ մարդկանց շուրջ եւ առաջնորդվեն այդ մարդկանց գիտելիքներով կամ գործունեությամբ կամ այն ինչ որ տրված է։ Եթե դա իրագործում է, ուրեմն ցանկացած ընտանիքից բռնած, միջավայրից եւ պետությունից, ասեմ, բացի շենությունից ուրիշ բան չես այնտեղ ընկալի կամ տեսնես։ Իսկ եթե կան խնդիրներ էլ արդեն գայթակղող, արդեն այդ տրվելիք առաջնորդները որպես համակարգող առաջնորդում են, որ այդ գայթակղող արարքներից մենք հետ մնանք։ Այսօր մենք անկեղծ ասած ապրում ենք պահով շրջանի մեջ ենք, ավակ շաբաթն է, որ ասում է զատվենք ամենահետարքի չար բաներից։ Այդ խնդիրը դա է, որ այդ իմաստուն առաջնորդները, որ գալիս են կամ ում որ տրված է, նրանց խորհուրդներով կամ ասելիքներով մենք պետք է միշտ աշխատենք չարից հեռու մնանք։ Չարն էլ որտեղից է ծնվում, գայթակղող արարքներից։ Դրա համար այդ միության ուժը, խորհուրդը ես տեսել եմ ու տեսնում եմ առաջնային ասեմ, այն իմաստուն մարդկանց մեջ, ովքեր գործերով են ի հայտ գալիս, իհարկե բարի չար, մենք պետք է ուշադրություն դարձնենք բարի գործունյա մարդկանց անձերի հետ կապված, ոչ թե կարելի ասել չար մարդն էլ է գործանում, բայց նպատակին ծառայում է Աննա, թե չէ, մարդկությանը պիտանի է, թե ոչ։ Դրա համար ինչքան մենք այդ միասնական լինենք, այնքան շահելու ենք այս մոլորակի վրա ու այնքան հաճելի կլինի արարչու համար, որտեղ արարչու համար որակ է պետք, ոչ թե քանակ։
Ես ուզում եմ մենք նաև խոսենք անպայման ձեզ շատ մեծ այսպես ճանաչելիություն, հայտնիություն բերած երգից, տոտիկից, որ իսկապես շատերն էին լսում, մի այդպիսի բուրըն շրջան կար, որ ամենտեղ այդ երգն էր հնչում։ Հետաքրքիր է կպատկերացնեիք, որ այդքան մեծ տարածում կգտնի հենց այդ երգը։ Եվ ինչու այդպես ստացվեց ձեր կարծիքով։ Անկեղծ ասած, ես մինչև դե այդ այո, մինչև դա էլ իհարկե ստեղծագործականը կար Լիլի երգը։ Արմենոյից հետ երբ որ երգում էի, համագործակցեցի իրենց հետ, շատ մեծ արձագանք ունեցավ եւ մինչև օրս էլ։ Բայց տոտիկը կարծես այսպես առանձնացավ այդ բոլոր երգերից։ Հետո զուգահեռ որ արդեն կամած Գարեգինիս հետ սկսեցինք աշխատել տարբեր գործերի հետ կապված, դե ժամանակին ասեմ, ես ղեկավարել եմ Սասուն ազգային երգի բարի համույթը, տարբեր ազգային խմբեր եմ ունեցել 88 թվականից մինչև օրս, հա, գործում են խմբերը։ Եւ այժմ էլ գեղարվեստական ղեկավար եք։ Այո, կամած ասենք տարբեր ազգային այդ երգեր, կոլորիտային երգեր, որ ասում են կան խաղապար երգեր, որոնք ծիսական հարարողությունների ժամանակ միշտ կատարվել են, հնչել են, հա, հետո այդ երգը կար տարբեր իհարկե տոտիկ երգի կա տարբերակ, որը երգում են գյումրեցիների մոտ տարածաշրջանում է դա եղել, բայց հետո ես այս մի տարբերակը ես եմ իմ թողարկել, թե երաժշտությամբ, թե բառերի բանի առումով, հա, ու երգում ենք, մի օր Գարիկիս ասի, Գարիկ ջան, արի ես երգն էլ գործիքային արա, որ երգեմ, Գարիկս կարելի ասել ինչ որտեղ չէր ուզում, սենց ձգցկվեց ու մի օր հանկարծակի ես գործիքային ինքը պատրաստեց, երգեցինք ու դարձավ մեծ ասելիք ու անելիք, այսօր էլ չկա այդպիսի մի տեղ, որ չհնչեցնելու ժամանակ էլ, հա, հնչեցնելու պահին էլ երեխայից բռնած, մեծերից վերջացված, չուզենան ուրախանան կամ լսեն, ու կարելի ասել շատ մեծ արձագանք է տվել, մինչ օրս ու տալիս։ Ես էլ հասկացա մի բան, անկեղծ ասած, սա էլ ավելացնեմ, ունենք օրորոցային շատ հետաքրքիր երգեր։ Առաջ ժամանակներում թոնրատան էին ապրում մարդիկ, հետո կամած մի քիչ զարգացան, մի քիչ զարգացան, մինչև այդ օրորոցային երգերը կարելի ասել մոռացության են տվել։ Հիմա եզակի մարդիկ կան կամ անհատ խմբեր կան կատարողներ, որ դեռ հələ պահում պահպանում են կամ փոխանցում են լավ կլինի, որ մեր օջախներում միշտ այդ օրորացային երգերը հնչեն։ Ես տոտիկ երգը դարձա ոնց որ մի հատ sense ասելիք մեր հայ ընտանիքների համար, ոնց որ մի հատ օրորոցային երգ, ցանկացած երեխայի համար, ցանկացած ընտանիքի համար, որ վեր եմ լուծում նայում եմ, կարելի ասել համեմատում եմ, այդպիսի մի արձագանք է, այդպիսի մի երանգ է։ Այնպես որ փառք եմ տալիս անաջանասուն, որ Աստված էս շնորհել է մեզ, ես էլ կարողանամ խելոք, սիրուն, բան, ծառայեմ։ Այսինքն առաջին հերթին իմ համար կարևորը նա է, որ ես սովորել եմ եւ ունեմ երեխաներ, այդ խմբերը ազգային խմբերը, որ ասեցի, սովորեցնում եմ, բայց լավ կլինի, որ սովորեն։ Այ ազգային խմբերից ենք խոսում, քանի որ դուք շփվում եք շատ երիտասարդների հետ, ովքեր արվեստի ոլորտ են մուտք գործել, հետաքրքիր է ինչպիսին են այսօրվա երիտասարդները եւ ինչպես են ընկալում այսօր արվեստը։ Ասեմ, ես հիմիկվա ժամանակագից այդ բառը օգտագործում եմ դարաշրջանի երիտասարդները շատ լավն են, որտեղ իրենց հետ կապված հնարավորությունները շատ մեծ են, տեխնիկապես, չգիտեմ, առօրյա աշխարհի հայացքներով, բայց իմ խնդիրը նա է, որ հիմիկվա երիտասարդները պետք է շատ կրթվեն, որ ասի տեսեք օրորոցային երգերը ասենց աստիճանաբար մոռացության տվեցին, հա, շատ պետք է լինեն բանիմաց, շատ, որ եթե մենք մոռացության ենք տալիս մեր գենը, մեր միջավայրը, մեր կենցաղը արդեն հայ կոչվելու կամ ապրելու իմաստը խորհուրդը կորում է։ Մնացած առումով ասենք իրեն ձեռքն է, իրենք շատ պետք է, ասենք կրթվեն, սովորեն եւ տարածեն, քարոզեն։ Կան շատ լավ բաներ կան, բայց ես չեմ ուզենա դա դառնա ցուցադրական, հա, շոու խապենք մեզ ինչ որ մի քանի դրամ ավել վաստակելու։
Ամփոփելով զրույցն առաջարկում եմ խոսենք առաջիկա ծրագրերից բենդի հետ կապված, համերգներ, երգեր, ելույթներ կան արդյոք նախատեսված։ Այո, նախատեսված ասեմ, մի քանի երգեր կա, որ երևի մոտակայքում կավարտենք ու տեսահոլովակներ կնկարվեն։ Արմենի հետ դեռ կաշխատեք։ Այո, կարող եմ ասեմ, հա մի քանի բաներ կա, Արմենս ինքը համ կմտածի, համ կնկարի։ Դրանց զուգահեռ ունենք տարբեր տեղեր հրավերներ, կարելի ասել դրսի միջազգային փառատոն, թե ուրիշ համերգներ, որոշում ենք դեռ գնանք, չգնանք, ոնց անենք այդ առումով էլի, բայց օգոստոսին հաստատ ունենք փառատոն, որ պետք է արդեն պայմանավորել ենք, պետք է գնանք, իսկ մի 2-3 տարբերակներ էլ կա, կտեսնենք ոնց կլինի։ Շնորհակալ եմ շատ այսօրվա հետաքրքիր բովանդակալից զրույցի համար եւ մեր տաղավարում գտնվելու համար։ Ձեզ մաղթում եմ նոր բեմեր, երգեր, տեսահոլովակներ ու հաջողություններ։ Մենք էլ ենք շնորհակալ ու ասենք տա Աստված, որ այս տաղավարը, այս գործունեությունը, որ դուք ծավալում եք, օրը որ ասում եք բարի լույս, թող միշտ բարին, իսկապես բարի լինի։ հա, բարին կատարվի եւ բարին սփռվի աշխարհի համար։ Շնորհակալ եմ։ Մարդկության համար։ Սիրելի հեռուստադիտող, իսկ ովքեր չեն դիտել խուճուճ-մուճուճ երգը, առաջարկում եմ հենց հիմա շտապել եւ դիտել երգն ու տեսահոլովակը։ Իսկ այս պահին մեր զրույցն ընդմիջենք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանի Արցախյան զրույցներով եւ ապա շարունակենք։